Թրամփը թրուֆում Փաշինյանի ու Ալիևի հետ լուսանկար է գցել ու հպարտացել, որ կարողացել է իր ձևակերպմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը կարգավորել, Ալիևի ու Փաշինյանի հետ հավերժական ընկերություն ձեռք բերել։ Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, միաժամանակ ընկերանալու այս երկու մեծ առաջնորդների ու անձանց նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական ընկերություն կլինի ինձ համար, բայց որ ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Շատ էլ որ հաճախ է շփոթում, որ երկրի առաջնորդն է Նիկոլ Փաշինյանը։ Fox News-ին տված իր վերջին հարցազրույցում էլ Թրամփը Հայաստանն անվանել է Ալբանիա։ Այսինքն մեզ ոչ թե վիրավորում է, որ ասում է ալբանացին, շատ մեծ տարբերություն չի դնում։ Մենք այն 7-ից մեկն ենք, որը իր ընկալմամբ, նա, չգիտեմ, խաղաղություն է բերել այդ տարածաշրջաններ։ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը անմիջապես արձագանքել են Սպիտակ տան ղեկավարի Սիրատո չոր գրառմանը։ Փաշինյանը X-ում շնորհակալություն է հայտնել Թրամփին։ Իր բառերով Ադրբեջանի հետ այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։ Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք, այսպիսի ճոխ բառապաշարով էլ Ադրբեջանի նախագահն է երախտիկը հայտնել Թրամփին։ Բայց ինչու է Թրամփը ավելի քան մեկ ամիս առաջ Փաշինյանի ու Ալիևի հետ ստորագրած համաձայնագրերի մասին հիմա հիշում։ Փորձագետների կարծիքով Թրամփն Իրանուն ուզում է խաղաղության բառի հետ կապել, որպեսզի կատարի վաղեմի ցանկությունը, վերջապես ստանա Նոբելյան խաղաղության մրցանակը։ Խաղաղություն չի բերել, բայց այնուամենայնիվ ինքը ունի անհրաժեշտություն սա կրկնելու։ Նա սիրում է կրկնել, որ 6 ամսում 7 պատերազմ է ավարտին հասցնել կամ 7 ամսում 6 պատերազմ, այստեղ օրը գիտի թե ինչ թվեր է նա ասում։ Վաշինգտոնում եռակողմ բանակցություններից 10 օր հետո իր ուղերձում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ դիմում են ներկայացրել միջազգային Նոբելյան կոմիտե Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար։ Մրցանակն իրենով անելու նպատակով էր Թրամփը միջամտել նաև Պակիստան-Հնդկաստան պատերազմին, չնայած նահանգներին մինչև հիմա չի հաջողվել համոզել Հնդկաստանին, որ ինքն է կանգնեցրել այդ պատերազմը։ Ավելին, ամերիկյան մամուլում նաև եղել է հրապարակում առայն, որ ամերիկյան վարչակազմի եւ Հնդկաստանի իշխանությունների միջև բախում է որոշակի առումով եղել, որովհետեւ ամերիկացիները ակնկալել են, որ իրենք Ադրբեջանի եւ Հայաստանի պես կդիմեն Նոբելյան կոմիտեին, որ Դոնալդ Թրամփը ստանա Նոբելյան մրցանակը, բայց Հնդկաստանում այլ մոտեցում ունեն սրա վերաբերյալ։ Իդեպ Բենյամին Մաթևոսյանը պատահական չի համարում, որ Թրամփը Վաշինգտոնյան բանակցություններից լուսանկար է հրապարակել վերնախավը Մեծ Բրիտանիա մեկնելուց մեկ օր առաջ։ Հիմա Մեծ Բրիտանիա գնալուց առաջ նա հերթական անգամ արձանագրում է, որ այսպես ասած այս գործարքի փայատերը ինքն է, բայց բրիտանացիները սա հետ կապված այլ կարծիք ունեն։ Մաթևոսյանի տպավորությամբ Վաշինգտոն-Լոնդոն մեծ հակասություն կա Թրամփի ուղու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնյան համաձայնությունը Սյունիք է բերել ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային խաղացողների հակասությունները։ Ինքնին են հանգամանքը, որ մենք վերածվում ենք այս հակասությունների կծիկի, դա եւս մոտեցնում է մեզ մի պահի, երբ որ առնվազն որոշակի չափով, բայց ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, այստեղ է որ ես ասում եմ, որ Դոնալդ Թրամփին շատ մեծ անակնկալներ են սպասում։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։